Այսօր ինչ կեղտոտ դիսկուրս է գնում, ասում են ինչի չես զոհվել հիմնավորի։ Հələ մի հատ դուք հիմնավոր եք, դուք ինչի չեք զոհվել։ Կացարանում 15 հոգի մեր զինվորներից հրդեհի հետևանքով մահացան։ Ու կարաք ընդհանրապես տակից դուրս գաք ու հիմնավոր եք, այսինքն ձեզ ինչ, ոչ պատասխանատվություն կա, ոչ բան կա։ Մի հատ հիմնավոր եք, ես մեր 15 զինվորներից մեկի հորը հերոսական մարդ, ես իրան հանդիպեցի մեծամորում, այս պատմությունը ուզում եմ պատմել, ժողովուրդ ջան։ Հանդիպեցի մեծամորում, սա այն արժանապատիվ մարդն էր, ում տիկնոջ վրա վարչապետը գոռում էր բարձր ձայնով, ում պապիկին էլ ասում էր այդ տղայի, որ տարեք, փող են ստացել տվել ընդամենը։ Ես այդ մարդուն արժանապատիվ մարդ հանդիպեցի, ինքը ինչ է ասում այդ մարդը։ Ասում է, ինձ իմ տղուն, ես հերոս տղա ունեմ, հանձնել եմ իմ տղուն իմ երկրին, բայց ամենակարևորը ինչն է այդ մարդուն զայրացնում, ասում է ինձ մեզ խաբում են, այս թե քրեական գործի տեսանկյունից, թե բոլոր առումներով, ոչ արժանապատիվ վերաբերմունք կա, ոչ էլ, տեսնում եք, այսինքն այս գնահատականը ես այդ մարդու աչքերի մեջ նայելով, հետո որ մտածում եմ այն մարդ, ես ոնց կարող եմ աշխատել այնպես, որ այդ մարդուն մի հատ էլ վերավորեմ։ Ես ժողովուրդ ջան, այն մարդն եմ, որ ինձ համար ինչ է այս ամենը սրբության պես կարևոր։ Ես ծնողների հետ մտել եմ ադրբեջանական կողմում զինվորների մարմիններ եմ մանեկել, նրանց երեխաների մարմիններն եմ մանեկել։ Ես տեսել եմ ծնողի աչքերի մեջ ինչպես նրան չասեմ կամ ասեմ, որ տղան զոհվել է, հայրը եկել ասել եմ, մի ասա խնդրում եմ տիկնոջս, ես այդ ամենի մեջով անցել եմ, իմ համար իմ երկիրը սրբություն է, հայրենիքը, ես այս ամենը տեսել եմ։